Արդյոք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում կանդրադառնա հայոց ցեղասպանության հարցին։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը դեռ չգիտի այս հարցի պատասխանը։ Նրա խոսքով դեռ վաղ է Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիայի դիրքորոշումը այս եւ այլ հարցերի շուրջ ճշտելու համար։ Պարոն Թրամփը, որքան ես գիտեմ, որպես թեկնածու իր քարոզարշավի ժամանակ երբեք հայ-թուրքական հարաբերություններին չի անդրադարձել։ Եվ այժմ վաղ է, որ կարողանամ ասել, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի, այդ թվում եւ այդ հարցի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև փոխըմբռնում ու հաշտեցում լինի, քանի որ դա բխում է տարածաշրջանի Կովկասի շահերից։ Դա այն է, ինչը կբերի խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում։ ԱՄՆ դեսպանն այսօր մասնակցում էր հայ եւ թուրք լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսի բացման արարողությանը նորարար փորձարարական արվեստի կենտրոնում։ Կամրջելով պատմությունները խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 7-ը։ ԱՄՆ դեսպանի խոսքով այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան շատ ընդհանրություններ կան հայ եւ թուրք ժողովուրդների միջև։ That understanding can lead to reconciliation, which is what we think there needs to be between the two. Այդ ընդհանրությունների գիտակցումը կարող է օգնել հաշտեցման հասնելու հարցում, որը մենք ցանկանում ենք տեսնել հայ եւ թուրք ժողովուրդների միջև, ասաց դեսպանն ու շարունակեց։ And we've always been clear that part of reconciliation. Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է, որ լինի լիարժեք, անկեղծ եւ արդար ճանաչում այն դեպքերի, որոնք տեղի ունեցել 100 տարի առաջ 1915 թվականին։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահի փոփոխության հետ կապված նաև ամերիկյան դեսպանների հնարավոր փոփոխության հարցին, Ռիչարդ Միլսը նշեց, որ իր լիազորությունները դեռևս ուժի մեջ են։ To be honest, I could be asked to resign at any time. Անկեղծ ասած, ինձ յուրաքանչյուր պահի կարող են առաջարկել թողնել պաշտոնը։ Ինչպես յուրաքանչյուր ԱՄՆ-ի դեսպան, ես եւս ծառայում եմ երկրի նախագահին, բայց այս պահին նման պահանջ չի եղել։ Իմ պաշտոնը վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա։ Which makes me very happy. Հայաստանում ԱՄՆ դեսպան լինելն աշխարհում լավագույն աշխատանքն է։ Ոչ մեկին չասեք։ Don't tell anyone. Plus, I want to be here for the elections in April. Գումարած դրան, ես ցանկանում եմ ապրիլի ընտրությունների ժամանակ այստեղ, Հայաստանում լինել։ Thank you everyone.